Խաղաղություն Աստծո ժողովուրդ։ Իմ անունը Ռոման է, ես Կեմերոսկի օբլաստից եմ։ Ես բերել եմ մեր ամբողջ օբլաստից ջերմ Հիսուս Քրիստոսով մեծ բարևներ, Աստված օրհնի։ Փառք Հիսուսին։ Սիրելիներ, ես Զարանի ներողություն կխնդրեմ, կարող է ինչ-որ բան մի քիչ պարզ չասեմ հայերենի բաղով, բայց Զարանի ներողություն եմ խնդրում, ներող եղեք։ Կուզեի կարճ ուշադրություն դարձնենք մի քիչ Աստծո խոսքին, որ քրիստոնյան պիտի ուրախ եղնի, հավատացյալը պիտի ուրախ եղնի, որովհետև Աստծո խոսքը մեզ ցույց է տալիս Ֆիլիպպիցիներին գրված 4-րդ գլխի մեջին 4-րդ խոսքը, ասում է, ես կկարդամ ռուսերեն, ներողություն եմ խնդրում։ Գրված ասում է, радуйтесь всегда в Господе, и еще говорю, радуйтесь։ Ցույց է տալի Աստծո խոսքը, ասում է, որ ուրախ եղեք, բայց ոնց Քրիստոսով փառավորվի Հիսուսը, Քրիստոսով, որը որ մեզ տալիս է ուրախություն։ Ես նենց եմ հասկանում, որ սիրելիներ, որ Աստված երբ որ եկավ իմ կյանքը փոխվեց, նոր եղբայրերին ճանապարհին գալիս խոսում ենք, իմ կյանքը փոխվեց, ուրախություն։ Ես պատրաստ եմ ամեն ինչ անելու, պատրաստ եմ ամեն ինչ անում եի, փառք Հիսուսին։ Դա ուրախությունն է Աստծո, որ եկել էր իմ մեջ ու ես էլ հասկացել եի Քրիստոսի սերը, որ Հիսուսը սիրում է ինձ, փառք Տիրոջը։ Սիրելիներ, հիմա Աստծո խոսքը մեզ հորդորում է, որպեսզի մենք ուրախ եղնենք Աստծո ճանապարհին։ Նույն ձև կուզեի կարդալ մի հատ տեղից էլի, որ այդ գործ առաքելոցի մեջն է գրված 16-րդ գլուխը, ես կուզեի կարդալ ոչ ամբողջ հատված, կա այսպես 34 խոսքը, որ այնտեղ երբ որ իշխում եք Պողոս առաքյալը, որ Սիլայի հետ որ նստած էին, բանտում էին, եկավ երկրաշարժը, իրանք երբ որ երգում էին, այնտեղ ասես գրված է շարժվեց հիմքերը, գրված է, կարող եմ մի քիչ պարզ չեմ արտահայտվում, ու այդտեղ երբ որ բանտի դռները բացվեցին, բանտապետը իմացավ, որ սա փախել են, ուրեմն իսկ Պողոսը առաքյալը ճված ասելով, որ չէ, մենք ստեղ ենք, բոլորս ստեղ ենք, որ ինքն իրան չվնասեր, ինքն ուզում իրան վնասեր։ Սիրելիներ, ու կարդալով 34 խոսքը գրված ասում է, «И приведя их в дом свой», գրված է, «предложил трапезу и возрадовались со всем домом своим, что уверовали в Бога». Փառք Տիրոջը, գրված է, որ ասում է, որ իրանք որ բերես դու, տրապիզ ուրախություն էլի պատրաստեցին, ուրախություն արեցին, ինչի համար, պատճառը մի բան էր, գրված է, որ հավատացել էին Աստծուն, փառք Տիրոջը, ուրախացել էին, ոչ թե մենակ ինքը իր ամբողջ տունը, մեզ Աստծո ճանապարհին ցույց տալ Աստծո խոսքը, որ անկախ նրանից եղնում է շատ ժամանակներ, որ ամեն բան չի, որ մենք տենում ենք, որ մարմնին հաճելի է, ամեն բան չի, որ մարմնին, բայց մենք հասկանում ենք, որ ամեն բան կատարում է մեր կյանքի մեջ Տեր Հիսուս Քրիստոսով։ Ու Տերը ամեն ինչ իր մոտ, ամեն ինչ всё под контролем իր մոտ Աստծո մոտ։ Սիրելիներ, նույն ձև կարդայի մի հատ տեղից էլ, որ էլի գրված է գործ առաքելոցի մեջ էլի 8-րդ խոսքի մեջ։ Հետաքրքիր թե այստեղ է, երբ որ գրված է, որ Եվնուխը դուրս եկավ ջրից, որ Ֆիլիպը մոտիկացավ, իրանց Աստծո խոսքը էլի պատմեց, ցույց տվեց Աստվածաշունչը, որ նա Եվնուխը գնաց էր կարգի մեջ, որ երբ որ նա կարդում էր, գրված է, երբ որ 39 խոսքը, սիրելիներ կուզեի կարդալ, «Когда же они вышли из воды, Дух Святой сошел на Евнуха, а Филиппа восхитил ангел Господень, и Евнух уже не видел его, и продолжал путь, радуясь». Գրված է, որ ինքն իր ճանապարհը երբ որ վերցվեց, գրված ասում է, որ Ֆիլիպը իր ճանապարհը ուրախությամբ շարունակեց։ Սիրելիներ, ինչքան ուրախ էր Ֆիլիպը, որ Աստծո ճանապարհի մեջ, Աստծո գործերի մեջ էր ինքը, Աստծո հետ ապրելով, բայց ուրախանում էր ինքը։ Իսկ որ մենք նայում ենք, եղբայրը նոր հիշեցրեց ինձ այն անարակ որդու մեծ եղբայրը, երբ որ գալիս էր, սիրելիներ, եկավ տեսավ, որ աղբերը հետ է եկել։ Ես դա ժամանակի պատճառով տեղերը չեմ կարդում, որ ռուսերեն է, դուք բոլորը երևի լավ գիտեք։ Գրված է, որ եկավ, որ տեսավ, գրված է, տխրեց ինչն էր պատճառը։ Ասում է, այս ինչ ուրախություն է։ Ասում է, եղբայրն է եկել, որը որ մերկորած էր, վերադարձավ, որը որ մեռած էր, կենդանացավ։ Ուրեմն, ու նայում ենք շարունակությունը, ինքը ոնց որ
բողոքանի, էլի ասում է, որ դու ինձ մի հատ ուլ չտվեցիր, ես քան քո խոսքերը չար համարեցի, կատարեցի այդ ամեն ինչը, բայց մի հատ ուլ չտվեցիր, գիտեք ինչի մար, ասում է, որ ուրախանամ իմ Դրուզիամ Իսմայիմի գրված ընկերների հետ։ Ուրեմն իրան էդի հերիք չէր, որ ինքը Աստծոտան մեջ էր, ուրեմն իրան հերիք չէր, որ իր աղբերը եկել էր, դա ուրախության պատճառ, բայց ինքը մտածում էր իր մասին, ես մենակ իմ ընկերների հետ ուրախանամ։ Ոչ թե Աստծո հետ ապրելով, այլ ընկերներիս հետ ուրախանալով։ Սիրելիներ, դա մենք տենում ենք, որ Աստված էլ ասում է, որ Հայրն ասում է, որ ինչ որ իմն է, դա քոնն էր։ Դա քոնն է, դու միշտ ինձ հետ ես։ Բայց դա ասում է, մի հատ ուլ չտվեցիր, սիրելիներ, ինչքան կարևոր է, որ հասկանալ դա ու Աստծո հետ միշտ դու հասկանաս, որ Քրիստոս կա քո կյանքի մեջ, ուրեմն դու ամեն ինչ ունես, փառք Հիսուսին։ Երբ որ Քրիստոսը քո մեջ է, ուրեմն դու ամենահարուստն ես։ Քրիստոսը քո մեջ է, դու ամենաօրհնվածն ես, սիրելիներ։ Ավելի շատ կարևոր է, որ մենք հասկանանք դա, որովհետև երբ որ նույն ձև այդ Ֆիլիպը կարդամ վերջի տեղը, սիրելիներ, գրված է Հովանով Այտարանի առաջի խոսքի մեջին, երբ որ խաբար եկավ, էլի 45 խոսքը կարդամ, որ շատ չերկարացնեմ, առաջի գլուխ 45 համարի գրված է Филипп, находя Нафанаила и говорит ему: мы нашли того, о котором писали Моисей и законы, и пророки, Иисуса, сына Իոսիֆը, իսկ Նազարեթը։ Ուրախությամբ ուրեմն գալիս է այլի Ֆիլիպը վազելով, գալիս է որ պատմում է։ Ոչ թե գալիս է տխուր, բա գիտեք, ոնց այդ Հիսուսին հանդիպեցին, բան թե չէ։ Ուրախությունը ինչը դրտես դրան գավ, պատմի, վկայի, այդ ուրախությունը, որ Հիսուսին ենք հանդիպել, տեսել ենք դրան։ Փառք Հիսուսի, սիրելի քույր եղբայրներ։ Ես կուզեի, եթե պետք է աղոթ կանենք կարճ, որ թող Աստծո ուրախությունը մեր սրտերից չպակասի։ Եթե մեկն էլ կորցրել է, որ այսօր գտնի, որ Քրիստոսը սեր է, փառավորվի Տերը։ Ամեն։